ԱՄՆ-ն փորձարկելու է նաև միջուկային զենքի առաքման միջոցները։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով երկրի միջուկային ներուժի փորձարկումների վերսկսման մասին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։ Թրամփի նոր խոստումը վերսկսելու են միջուկային ներուժի փորձարկումները, որը ներառում է առաքման միջոցները, նույնն է, ինչ անում են աշխարհի մյուս երկրները, հայտնել է պետդեպարտամենտի ղեկավարը։ Ռուբիոն որոշակի հաստատում չի տվել այն մասին, որ Միացյալ Նահանգները չի վերսկսի լայնածավալ միջուկային փորձարկումները։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Չինաստանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերի վրա, որոնք առաջացնում են Վաշինգտոնի մտահոգությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասում է, որ չի լսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց միևնույն ժամանակ անընդհատ արձագանքում է նրա հայտարարություններին։ Այս մասին նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Ավելին, արևմտյան պսևդոքաղաքականների խոսքերում հետևողականության ոչ մի կաթիլ չկա։ Ողջամիտ հարց է ծագում, եթե Ռյուտեն ուշադրություն չի դարձնում Ռուսաստանի նախագահի ելույթներին, ապա ինչու է նա այդքան օպերատիվ ձգտում մեկնաբանել դրանք։ Նշել է Շոյգուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երեսպաշտությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եվրոպացի քաղաքական գործիչները զրկվել են դիվանագիտության կարողությունից։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հյուսիսային Սավոյում իր ելույթի ժամանակ խոսել է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների մասին։ Ստուբը գնահատել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության վերսկսման հավանականությունը և ընդգծել, որ մի օր կվերադառնան դրան։ Ինչ-որ պահի, ինչ-որ ձևաչափով երկխոսությունն անպայման կվերականգնվի, հայտնել է նախագահը։ Ֆինլանդիայի առաջնորդի խոսքով վերջին 1.5 տարվա ընթացքում նա եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի հետ շփումների հնարավորությունը։ Ռուսաստանը մերժում է մեծյոթնյակի երկրների փորձերը մեղքը բարթել Պեկինի վրա Ուկրաինայի հակամարտության համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցյանը։ Չինաստանը Ուկրաինայի հակամարտության հարցում միշտ բաց և ազնիվ է եղել և երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին, խստորեն վերահսկելով երկակի նշանակության ապրանքները։ Մենք երբեք չենք ընդունի մեղքը Չինաստանի վրա բարթելու կամ պիտակավորելու G7-ի փորձերը, ընդգծել է դիվանագետը։ Ռուսաստանը համապատասխանաբար կարձագանքի այլ երկրներում միջուկային փորձարկումների անցկացմանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչպես ասել է մեր նախագահը, նա արդեն բազմիցս կրկնել է, որ այլ երկրների կողմից միջուկային փորձարկումների անցկացման դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կգործի համապատասխանաբար, նշել է Կրեմլի ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը։ Ավելի վաղ Ռուբիոն մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը երկրի միջուկային ներուժի փորձարկումների վերսկսման մասին հայտարարել էր, որ խոսքը զենքի անվտանգության ստուգման մասին է։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձարկելու է նաև միջուկային զենքի առաքման միջոցները։